Վաշինգտոնյան համաձայնությունների հետ մի տարին ըստ էության գործնականում դեռ հողի վրա շինարարության մեկնարկը չի տրվել։ Նախ ինչու երբ է հնարավոր արդեն տեսնել այդ շինարարության մեկնարկը եւ Տիկին Ղազարյան, երբ որ անցած տարի այնտեղ Վաշինգտոնում ստորագրվեցին այդ փաստաթղթերը, վարչապետը հենց այնտեղից հայտարարեց, որ Հայաստանը ապաշրջափակվում է։ Ամբողջական ապաշրջափակման մասին ի վերջո դրա իրականությունը երբ տեղի կունենա, երբ որ թրիփի այդ հատվածը հենց կառուցվի եւ գործարկվի, այսինքն մինչեւ այդ ճանապարհները Թուրքիան, Ադրբեջանը չեն բացի Հայաստանի համար։ Նախ եւ առաջ ես օգտվելով առիթից ուզում եմ բոլորից շնորհավորել, որովհետեւ լրացել է Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի 1 տարին եւ մենք բոլոր քաղաքացիները կարողանում ենք զգալ, որ խաղաղություն է, մենք ականատես ենք լինում, որ երկու հասարակությունների մեջ կա շփում, քաղաքասարակության ֆորմատով, մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում առևտրային գործընթացներ եւ սա ի ցույց է դնում այն, որ խաղաղությունը փոխշահավետ է եւ երկու պետությունները հետաքրքրված են խաղաղության ինստիտուցիոնալիզացմամբ։ Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, դուք գիտեք, որ տեղի ունեցել է Միացյալ Նահանգներից Բաշարժյան Պաշտոնյաների այցեր Հայաստան, տեղի ունեցել տարբեր քննարկումներ, դուք տեղյակ եք նաև, որ կրկնապատկվել է թրիփին ուղղված Միացյալ Նահանգների բյուջեն, նշանակվել է արդեն տնօրեն եւ սա ի ցույց է դնում այն, որ աշխատանքները ակտիվորեն տեղի են ունենում։ Դուք գիտեք, որ նախորդ տարի շրջանակային համաձայնագիրը նաեւ հրապարակվեց եւ սրանք կարեւոր իրադարձություններ են։ Ես հասկանում եմ, որ մեր քաղաքացիները սպասում են ավելի արագ գործընթաց, բայց սա կարեւոր անկյունակարային պահ է եւ մեր կառավարությունները բանակցում են այս ուղղությամբ։ Ես նկատել եմ, որ կան քաղաքական ուժեր, ուրեմն նրանցից նաև խորհրդանական ընդդիմադիր ուժեր, որոնք տարբեր ճեպազրույցներում վիճարկում են թրիփի միջանցք լինել-չլինելու հարցը։ Ես ուզում եմ վերահաստատել, որ այն ինչ կա գրված շրջանակային պայմանագրում չի ենթադրում միջանցք, Հայաստանի գործող իշխանությունը ինչպես ասել են, այդպես էլ արել են, թրիփը միջանցք չէ, Հայաստանի Հանրապետությունը մասնավորապես չի զիջել իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը, եւ մենք կարողացել ենք մեր կարմիր գծերից հետ չկանգնել այս առումով, ինչը նաև պնդել ենք մինչ այս պահը, երբ որ թրիփի փաստաթղթերը դեռ չէին հրապարակվել։ Տիկին Ղազարյան, դուք ասում եք, որ միջանցք չէ եւ չի զիջել, ընդդիմությունը նաև ասում է արդյոք նույն պայմաններով, այսինքն միջազգային օպերատորի ներգրավմամբ, այդ front office, back office այդ մոդելով նաև Ադրբեջանը կապահովի իր երկրի տարածքով Հայաստանից անցնող բեռների մուտքն ու ելքը։ Ուզում եմ հիշեցնել, որ թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է, որտեղ որ մենք հստակ սահմանել ենք, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ուրեմն հավասարության սկզբունքով եւ առավելությունները նույնպես պետք է համարժեք լինեն թե Հայաստանի համար, թե մնացած կողմերի համար։ Այս մասով ես կարծում եմ, որ գործադիրից ավելի հստակ արձագանք են, ես որպես օրենսդիր պատասխանատու եմ այն պայմանագրերի փաստաթղթերի համար, որոնք այս պահին առկա են եւ կարող եմ հստակ նշել, որ առավելությունները փոխադարձ սկզբունքով են տեղի ունենալու։ Նկատի ունեմ մոդելը կլինի նույն մոդելը այդ front office նույն այդ մոդելը կլինի նաև Ադրբեջանում։ Սրա մասին գործադիրը հավելյալ կներկայացնի։ Ես որ անմիջապես բանակցությունների չեմ մասնակցում, այս մասով չեմ կարող։ Տիկին Ղազարյան, չեք կարծում, որ հենց դա է, որ մինչև հիմա հստակ չէ պատճառ նաև, որ ընդդիմությունը պնդում է, որ ավարտեմ Տիկին Ղազարյան, սա չի, որ պատճառ է դառնում ընդդիմության այն պնդմանը, որի վերջո Հայաստանը բավարարեց այնինչ ցանկանում էր Ադրբեջանը, չհանդիպել հայ սահմանապահ եւ մաքսային ծառայողներին, մինչդեռ իրենց տարածքում այդ շփումը տեղի կունենա։ Սիրելի շողիկ, ընդդիմությունը պնդում էր, որ նոյեմբերի 9-րդ կետով Հայաստանի Հանրապետությունը պետք է սուվերեն միջանցք տա Ադրբեջանին եւ դա իրականություն չդարձավ, որովհետեւ նախ եւ առաջ նոյեմբերի 9-րդ կետը միջանցք չի ենթադրել, երկրորդը կուլիսների հետևում Հայաստանի իշխանությունը որևէ բան չեն խոստացել երբևէ, եւ երրորդը, որովհետեւ մենք հստակ ասել ենք, որ մենք ապաշրջափակվում ենք եւ որը չի կարող ենթադրել տարածքային կամ մեր իրավունքներից որևէ մեկի զիջում, այն ինչ ասել ենք արել ենք։ Իսկ իմ հարցի մասով, ձեր հարցին պատասխանեցի։ Այն ինչը որ նույն պայմանները չի գործելու այնտեղ կամ առնվազն միջև հիմա բարձ չի գործելու է, թե չէ, դա չի հիմքը, որ ընդդիմությունը նման։ Որ թրիփը հայ-ամերիկյան նախագիծ է եւ վերաբերում է շրջանակային պայմանագիրն է, վերաբերում է հայ-ամերիկյան, ուրեմն հայ-ամերիկյան պայմանավորվածություններին։ Ոնց որ փոխեցին Տիկին Ղազարյան եւ ինչ որ
տարածաշրջանային անուն էին այդ նախագծի վրա Ես նման բան չեմ հանդիպել։ Դուք մեկամյակի արդիվ եք շնորհավորում, դուք տեսաք մեկամյակի արդիվ ադրբեջանական պետական ASTV հեռուստաալիքի ռեպորտաժը Զանգեզուրի միջանցքը ձևակերպման։ Չեմ տեսել Նարեկ եւ առաջարկում եմ, որպեսզի մենք առաջնորդվենք այն սկզբունքներով, որով Հայաստանի Չէ, ես կնայեմ բնականաբար։ Չէ, մենք պետք է հաշվի առնենք, որտեղ այդ են կողմը, որի հետ բանակցությունները ուղիղ ընթանում են, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև պայմանագրով, որը նախաստորագրել ենք, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, որ երկու պետությունների կողմից գործողություններ չեն կարող ենթադրել տարածքային զիջումներ եւ քաղաքական սուվերենության զիջում։ Ես որպես Հայաստանի ներկայացուցիչ զերծ կմնամ որևէ ձևակերպումներից, որոնք կարող են կասկածի տակ դնել որևէ ձևով Ադրբեջանի տարածքային ամբողջականություն եւ քաղաքական։ Բայց իրենք չէ դնում, եթե կներեք պետական հեռուստաալիք, իսկ մենք գիտենք Ադրբեջանում Ես զերծ կմնամ մեկնաբանել ոչ դուք եք թույլ տալիս ոչ գործընկին։ Իսկ այն որ պետական հեռուստաընկերությունը, որը հաղորդում է հենց Ադրբեջանի նախագահական ապարատի դիրքորոշումը, մենք գիտենք, այնտեղ լրատվամիջոցների ազատության մակարդակը։ Սա ինքնին Բաքվի պաշտոնական դիրքորոշում կարելի է համարել, սա մտահոգիչ չեք համարում։ Նարեկ, ինչ վերաբերում է այլ պետության, հարևան պետությունների ներքին գործերին, ես սիրահար չեմ դրանք մեկնաբանելու, երբեք չեմ մեկնաբանել մեր հարևան երկրներից որևէ մեկի ներքին օրակարգերը, դրա համար կասկածի տակ չեմ դնելու, նաև ձեր ասած հարցերը մեդիա ազատությունների վերաբերյալ չեմ պատրաստվում դա մեկնաբանել։ Իսկ ինչ վերաբերում է արևմտյան իրենց կողմից կոչվող այդ ձևակերպմանը, Հայաստանի գործող իշխանությունները քանի անգամ եւ ես նույնպես կկրկնեմ, մենք նման ձևակերպում չենք ճանաչում եւ թույլ չենք տալու, որ մեր տարածքային ամբողջականությունը որևէ ձև կասկածի տակ դնի, ինչպես դրվի, ինչպես նաեւ քաղաքական անկախությունը, որը մեր կողմից ստորագրված նախաստորագրված պայմանագրի մեկ ճշտող հարցը, երբ որ դուք ասում եք ցանկություն չունեք հարևան պետության ներքին գործերը մեկնաբանել։ Հardապես այստեղ մի փոքրիկ խնդիր կա, այդ ներքին հայտարարությունները Հայաստանի հայտարարությունը մեդիա ազատության մասին է ասում։ Դա չեմ մեկնաբանել։ Հայաստանի Հանրապետությանն է դա առնչվում։ Մեդիա ազատությունը։ Չէ, ես մեդիա ազատության հետ եմ։